Բարեսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Այսօր մեկ այլ քարտեզ իրա պահած կանեմ եթերը, ոնց գիտեք սա Վիլսոնի քարտեզն է, Վիլսոնի կնիքով կնքված, որը ազգերի լիգայի միջոցով հաստատված է ու Հայաստանի իրական սահմաններն է։ Ու ինչի համար եմ այս քարտեզի վրա հիմա պահելով սա անում, երեք քանի որ խոսում էի մեծ հայքի մասին ու ասում էի, որ եթե մեզ վերադարձվեն մեր հողերը, ապա 40 միլիոն մուսուլման ուղղակի կնվաճի Հայաստանը, բայց այսօր ես ուրիշ տեսանկյունից եմ ուզում խոսեմ, որ սա ունի քաղաքական նշանակություն, այս սահմաններով Հայաստանի վերականգնումը, որովհետև այս սահմաններով Հայաստանի վերականգնումը ամբողջությամբ փոխում է քաղաքական իրավիճակը ու Հայաստանը, որ մինչև հիմա համարվում էր ագրեսոր ու համարվում էր, որ 94 թվականին նվաճել է Ադրբեջանի հողերը, իրականության մեջ մենք տեսնում ենք, որ եւ Արցախը եւ Նախիջևանը բոլորը այս քարտեզի մեջ Հայաստանի տարածքներն են ու իրականության մեջ Հայաստանը ազատագրողն էր, որը ազատագրում էր հողերը, որը Լենին-Քեմալ պայմանագրի անլեգալ պայմանագրի միջոցով զավթվել ու տրվել է Ադրբեջանին ու Հայաստանը 94 թվականին ազատագրում էր այդ հողերը ու Հայաստանը ոչ թե զավթող էր, այլ ազատագրող էր ու այս քարտեզի վերականգնումը հենց հաստատելու է Հայաստանի ճիշտ դիրքորոշումը առաջին հերթին Հայաստանը ճիշտ դիրքորոշման մեջ է Աստծո առաջ կատարելով Աստծո կամքը իր հողերի համար պայքարելով Լավրովյան ծրագիրը իրականացնելով է, որ Ադրբեջանը իրականացրեց Հայաստանի հողերի զավթումը ու ցավոք սրտի մյուս երկրները միաբանվեցին ու պաշտպանեցին Ադրբեջանին, որտեղ ներկայացված էր նենց, ասես թե Հայաստանն է ագրեսոր ու Ադրբեջանն է իրականացնում ազատագրական պայքար։ Բայց այս քարտեզի վերականգնումը քաղաքական շրջադարձ է, որը ամբողջությամբ փոխելու է մոտեցումը ու բոլոր այդ երկրները, որ պաշտպանել էին Ադրբեջանին, պետք է գիտակցեն, որ պաշտպանել են ագրեսորին ու Աստծո կամքին հակառակ են գործել։ Ու շատ կարևոր է, որ ամերիկացիները առաջնային նախաձեռնողը լինեն այս ծրագրի, կյանքի կոչեն Վիլսոնի իրավավար վճիռը, վերականգնեն Հայաստանի իրական սահմանները ու դրանով իսկ ցույց տան, որ իրոք կատարում են Աստծո կամքը ու կանգնած են քրիստոնյա Հայաստանի կողքին, ոնց իրանք հայտարարում են։ Հակառակ դեպքում իրանց լռությունը խոսում է մի բանի մասին, որ իրանք նայում են, թե ոնց է Ադրբեջանը խաղաղ ճանապարհով փորձում նվաճի Հայաստանը, տեղակայելով, ցանկություն հայտնելով տեղակայելու Հայաստանի տարածքներում 300,000 մուսուլման, որոնք հետագայում իրանց ագրեսիայով նվաճելու են Հայաստանի բոլոր տարածքները ու ամբողջությամբ Հայաստանը նվաճելով դարձնելու են Թուրանի մասնիկ։ Սա Թուրանի ծրագիրն է, որը իրականացնում է Ադրբեջանը ու եթե ամերիկացիները սրա վրա իրանց աչքերը փակած պահեն ու սրա դեմը չառնեն, դա նշանակում է, որ իրենք անարգում են հենց իրանց նախագահի կնիքը, որը որոշումը, որը դուրս է եկել Ամերիկայից, ազգերի լիգայի որոշումը, որը հաստատված է միջազգայինորեն, սա նշանակում է, որ ամերիկացիները համաձայն են սատանայի ծրագրին, որ դուրս է եկել Մինի Արարատի ազգանազի թագավորության դեմ նվաճելու, այն դեպքում, երբ որ Աստված կոչ է արել ազգերին կանգնելու Հայաստանի կողքին Բաբելոնի դեմ պայքարում։ Հայաստանին է, որ պետք է զինելու պատրաստել եւ հոգեվոր առումով, եւ ռազմական, եւ տնտեսական, եւ քաղաքական բոլոր առումներով Ամերիկան կանչված է Աստծո կամքը կատարելու ու եթե անարգում է Աստծո կամքը ու մերժում է Աստծո կամքը, ապա ինքը գիտակցորեն ընտրում է անեծքը, որովհետև Աստծո կամքը անարգողը անիծված է, իսկ ամերիկացիները շատ լավ գիտեն Աստծո կամքը, Երեմիա 51:27 խոսքի մասին առաջին անգամ հնչեցրել են ամերիկացի մարգարեները, ու ամերիկյան կառավարությունը շատ լավ իմանալով Աստծո կամքի մասին, բացի այն, որ պետք է իրանց քաղաքական
դիրքորոշման մեջ լինեն ու պաշտպանեն 100 տարի առաջ կայացած իրանց որոշումը, նաև առաջնային պետքա ջանք անեն Աստծո կամքը կատարեն ու կանգնեն քրիստոնյա Հայաստանի կողքին, որը քրիստոնեության ջահակիր երկիրն է, Իսրայելի մերժումից հետո, երբ որ Իսրայելը անարգեց ու խաչեց Հիսուսին, առաջնեկությունը անցավ Հայաստանի վրա ու Հայաստանը դառավ ջահակիր քրիստոնյա երկիրը ու արմատը Հայաստանն է։ Եթե արմատը անարգվի, արմատը չորանա, բոլոր ճյուղերը կչորանան։ Ու ամերիկացիները այսօր պետքա ջանք անեն Աստծո կամքը կատարելու, կյանքի կոչելով Սևրի պայմանագիրը, միսիոներներին ուղարկելով ողջ այս տարածքի վրա քրիստոնեությամբ լցնելու այս տարածքը, Աստծո հոգին արձակելու այս տարածքի վրա, քարոզելով Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը, որպեսզի այս տարածքում բնակվող ամեն մի մարդ ճշմարտապես ճանաչի Հիսուս Քրիստոսին ու վերապրի վերստին ծնունդ ու զորանա Հայաստանը քրիստոնեական արժեքների վրա հաստատուն կանգնելով ու պահելով Աստծո կամքը ու պայքարելով բոլոր այն դիվային ծրագրերի դեմ, որ այսօր գլուխ են բարձրացրել ու փորձում են նվաճեն Հայաստանը ու վտանգ են ներկայացնում մյուս երկրերի համար ու նաև Իսրայելի համար։ Ու ես օրհնում եմ, որպեսզի գա հասկացողությունը բոլոր երկրի ղեկավարների վրա, որ գիտակցեն, որ պետքա իրանք կանգնեն Աստծո կամքի համար ու կյանքի կոչեն Սևրի պայմանագիրը, որը Աստծո կամքն է, ու դա անելով միաբանվում են տեսիլքի հետ, որն է Երեմիա 51:27-ը, որով զինում ու պատրաստում են Մինի Արարատն ու Ասքանազը։ Այս քարտեզով Հայաստանը Մինի Արարատի Ասքանազի թագավորության մի հատվածն է, բայց այս ամբողջ հատվածը ներգրավված է Մեծ Հայքի տարածքի մեջ։ Այս տարածքով Հայաստանի վերածնունդը ամբողջությամբ համապատասխանում է տեսիլքին, ու ես օրհնում եմ, որ բոլոր երկրերը, որոնք մինչև այսօր հակառակված են եղել Աստծո կամքին, զղջան, ապաշխարեն, խոնարհվեն Աստծո առաջ ու սկսեն կատարել Աստծո կամքը, կյանքի կոչելով Սևրի պայմանագիրը, իսկ հետագայում նաև Մեծ Հայքի սահմաններով Հայաստանի վերածնունդը կյանքի կոչելով ու իրականացնելով։ Թող օրհնված լինի ամեն բան, ինչ որ Աստծո կամքի համաձայն է, ու ամեն մեկը, ով որ կիրականացնի Աստծո կամքը, թող լինի Աստծո գերբնական պաշտպանության տակ ու Աստծո գերբնական օրհնությունների մեջ։ Աստծո կամքը անարգողները անարգված են Աստծո կողմից, ու արդար դատավորը անաչառ է։ Աստծո խոսքը անարգողը անպատիժ չի մնա։ Ու ես կոչ եմ անում, որ բոլորը շտապեն Աստծո կամքը կատարելու, որպեսզի լինեն օրհնության մեջ Հիսուսի անունով։ Ամեն։